Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք շատ կարևոր թեմայի մասին խոսենք Սևրի պայմանագրի տորպեդումը Ռուսաստանի կողմից։ Տորպեդումը բառը գուցե մի քիչ մեղմ է ասված այս դեպքում, շատ ավելի սարսափելի բան են արել ռուսները, բայց հավանաբար մենք այդ բառով առայժմ կարևոր է ներկայացնենք նյութը եւ դուք ինքներդ ձեր գնահատականները կարող եք տալ։ Շատ կարևոր թեմա է, որովհետեւ այս մի կողմից շատ վառ էջից, մյուս կողմից շատ դաժան, սև եւ արյունացոր էջից է գալիս նաեւ հայ ժողովրդի այսօրվա խնդիրների մեծ մասը։ Մեր ժողովրդի պատմության այս էջը շատ չադիր եւ այսպես մանրազանին կերպով պետք է ուսումնասիրվի, որովհետեւ այսօր այն մեծ խնդիրները, որ մենք ունենք, Արցախի հարցն է, տեսեք այդ արյունացող հարցը, Սյունիքի հետ կապված խնդիր, ընդհանրապես Հայաստանի գոյության եւ մեր ազգի ապագայի հարցն է դրված եւ այդ ամենը գալիս է այս 100-106 տարի առաջվա այս հեռավորությունից եւ այնտեղ կատարված դեպքերը, որոնք պետք է լավ ուսումնասիրել նախ հասկանալու համար, թե ինչու է այսօր այսպես։ Երկրորդն էլ որպեսզի մենք կարողանանք լուծումներ գտնել եւ ապագա ունենանք եւ ապագայում էլ այս սխալները չկրկնենք, ինչ որ եղել է գուցե սխալներ կամ գուցե, չգիտեմ, ինչ որ թերացումներ կամ չգիտեմ, թակարդի մեջ ընկնել եւ այլն։ Հիմա եկեք նախ ասենք, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին է կնքվել այդ պայմանագիրը Ֆրանսիայի մայրաքաղաք Սևր հարավարմենյան արվեստաններից էր այդ Սևր քաղաքում եւ դրա համար պայմանագիր կոչվում Սևրի պայմանագիր։ Կնքվել է առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով, քանի որ Անտանտի երկրները, հաղթող երկրները Անտանտ կողդիալ այսպես պայմանագիր գույցներ անգլո-ֆրանսիական, ֆրանսերեն դաշնակցություն սրտագին պայմանագիր, այդ պայմանագրի անդամ երկրները հաղթել էին եւ դրանց շարքում էր փաստորեն Հայաստանը, նրանց զինակիցներ, մյուս կողմում պարտված երկրներն էին, Քարյակ դաշինքը, գերմանական կայսրությունը, երկրորդ ռայխ կոչվածը, երկրորդ կայսրությունը, ավստրո-հունգարական կայսրությունը, սա էլ կոչվում էր Օստերրայխ Ունգարն, համատեղ միացյալ ունիտար կայսրություններ, երկմիասնական, երրորդ անդամը դա բուլղարական թագավորությունն էր, որը զարմանալի է, բայց երկու համաշխարհային պատերազմներում կռվել է Ռուսաստանի դեմ, ինքը լինելով սլավոնական երկիր, կռվել է Ռուսաստանի դեմ։ Եվ դրա պատճառը երևի այն չէր գլխավորապես, որ Սոֆիայում իշխում էր գերմանական ծագման թագավորական տոհմը կամ դինաստիան, այլ այն էր, որ բուլղարացիներին հենց այդ առաջին համաշխարհայինից մի երկու տարի առաջ ռուսները ահավոր դավադրության ենթարկեցին, որի արդյունքում Բուլղարիան զրկվեց իր ձեռքբերումներ երևի գրեթե կեսից եւ ամենավատը մեծ հայերիս համար հատկապես, որ ռուսների այդ տարածի պատճառով Բուլղարիան չգրավեց Կոստանդնուպոլիսը, չոչնչացրեց Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիան փրկվեց կործանումից, Օսմանյան կայսրությունը, իսկ եղերնին մնում էր 2 տարի։ Դուք պատկերացրեք, թե ինչ են արել ռուսները։ Բուլղարները նրանց երբեք չներեցին։ Երկու համաշխարհային պատերազմում կռվեցին Ռուսաստանի դեմ, որտեղ տեսան, թե Ռուսաստանը ինչ բան է։ Ահավոր կենթանի է այդ ռուս կոչվածը, իրենց համար պարզ էր։ Հայերիս համար դեռ չէ, երևի այս պատմությունները մենք դեռ շատ պիտի պատմենք, որ սկսենք հասկանալ ու ճիշտ եզրակացներ անենք։ Իսկ ահա այդ առաջի դեպքը չէր իմիջալուց, դրանից էլ առաջ երևի 1832-33 թվականին եւ Եգիպտոսի բանակներ, Ացտամբաց Եգիպտոսը Խեդիվի գլխավորության փոխարքան այդպես էր կոչվում, ալբանական դինաստիայից Մոհամեդը ուղարկել էր իր որդուն Իբրահիմին
եվրոպական լավ, ձևով սպառազինված եւ դաստիարակված զորքով վարժեցված եւ ջարդելով ուրեմն Եգիպտոսից եկել հասել էին արդեն մոտենում են Կոստանդնուպոլսին գրավել էին ամբողջ ուրեմն Պաղեստին, Հորդանան, Լիբանան, Սիրիա, Կիլիկիա, Անկարայի մոտով այսպես եկել հասել են Զմիրնայով գնում էին դեպի Կոստանդնուպոլիսի կանգնեցնող չկար թուրքերը չէին կարող դիմադրել ալբանա-եգիպտական այս բանակին եւ ով կանգնեցրեց ու փրկեց Թուրքիային կործանումից էլի Ռուսաստան Նիկոլայ առաջին ցարը Նիկոլայ այո Պավլովիչ Ռոմանովը որը նախապապն էր այս մյուս վերջին Նիկոլայ երկրորդի այո Նիկոլայ Ալեքսանդրովիչի Ալեքսանդր III որդու որը փրկեց Բուլղարիայից Թուրքիայի արդեն 19-20-րդ դարերում երկու անգամ ռուսները փրկեցին կործանումից, այսինքն մեզ հայ ժողովրդին դատապարտեցին Ցեղասպանություն։ Ահա ձեզ Ռուսաստանի կերպարը։ Հիմա տեսնենք մի հատ էլ փրկություն, որ իրենք արել են, ես դա անվանում եմ Սևրի Պագավի տորպեդում։ Դրա համար մի քիչ այսպես խորացա այս հարցերի մեջ կապեցի իրար, որպեսզի լավ հասկանանք, թե պատմության մեջ իրարից այսպես անկախ ոչ մի բան գրեթե չկա, հատկապես եթե դա առնչվում է մի ժողովրդի պատմության մեջ, որը այս դեպքում հայ ժողովուրդն է, մեր պատմության հետ է այս ամենը առնչվում։ Այդ Սևրի պայմանագիրը ես ասացի, չէ, որ 4 պետություններ են, որոնց Օսմանյան կայսրություն էր, որ մենք ասացինք Deutsche Reich-ը, գերմանական երկրորդ կայսրությունը, ավստրո-հունգարական Ռայխը, հունգարական թագավորություն, Բոլգարսկի ցարստը եւ Օսմանյան կայսրությունը։ Այս 4-ի հետ էլ հաղթող երկրները Անտանտի առանձին պայմանագրեր կնքեցին։ Ամեն մեկի հետ իր պայմանագիր։ Ասենք Վերսալում Գերմանիայի հետ եւ այսպես շարունակ։ Եվ ահա Սևրում կնքեցին Թուրքիայի հետ եւ Հայաստանը որպես զինակից պետություն Անտանտի երկրների մեծ պետությունների հետ ասենք Անգլիայի, Ֆրանսիայի հետ մասնակցում էր ստորագրմանը։ Եվ դաշնակիցները արևմտյան դեմոկրատիաները, որոնք Հայաստանի բնական դաշնակիցներն էին եւ են, նրանք ճիշտ ասած ուզում էին Հայաստանը դարձնել մեծ եւ հզոր երկիր։ Երբ ավելի շատ իրենք գիտեք ինչ են ուզում էին Օսմանյան կայսրությունը ընդհանրապես ոչնչացնել, եթե ոչ շատ փոքր դարձնեն, կամ եթե հնարավոր առհասարակ ոչնչացնեն, նախ Եվրոպայից դուրս մնան, ընդհանրապես Ասիայում էլ չլիներ։ Այսինքն Օսմանյան կայսրության վերջ տալու խնդիր կար։ Բայց նաև հայերի պարգևատրման խնդիր կար, որտեղ այսպես ասենք, մեր ժողովուրդը լուրջ ավանդ է ներդրել առաջին համաշխարհայինում։ Եթե այն դեպքում, երբ որ մեր եղեռնազարդ ժողովուրդը ընդամենը մի քանի տարի առաջ եղերներ ենթարկվել, շատերը երևի մտածում են, ժողովուրդը արդեն վերացավ պատմության ասպարեզից, մեկ էլ հանկարծ հոխիների միջից հառնում է մի ամբողջ հայկական բանակ, որը 1918 թվականին բռնում էր թուրքական Օսմանյան բանակի դեմ եւ հաղթություններ էր տանում եւ այդ հաղթանակների արդյունքն է որ հայկական պետություն ստեղծվեց արևելյան դաշնակիցները դա տեսնում էին զարմանում էին ոչ միայն Արարայում տեսնում էին արևելյան լեգիոնը կամ հայկական լեգիոնը որ հետո Պաղեստինից մինչև Կիլիկիա հասավ հաղթական այլև տեսնում էին որ կռվում են արևելյան Հայաստանի տարածքում արևելյան Հայաստանի զորքերը եւ դեռ արևմտահայկական զորքեր էլ կային Արևելյան Հայաստանի ծայրամասում Բաքվում կռվում են էլի արևելյան հայկական զորքեր, չնայած դա կոչվում է Բաքվի կոմունա, բայց դա հայկական հանրապետություններ այնտեղ։ Այդ հանրապետությունները կռվում էին։ Արարատյանը, որը մայիսին հռչակվեց ուղղակի, եւ այն մյուս Բաքվինը, որ մարտ ամսից կարփաստոր եւ սեպտեմբերին նոր կործանվեց։ Այդ ամբողջ կռիվների արդյունքում է, որ հայերը 9 ամիս, գրեթե 9 ամիս կարելի 9 ամիս թուրքական բանակներին դիմադրելով թույլ չտվեցին, որ Գերմանա-թուրքական բլոկը այսպես ժամանակին գրավի Բաքվի նավթը դա շատ կարևոր էր հատկապես գերմանական մեխանիզացված բանակների եւ նավատորմի ու օդատորմի համար իսկ արդյունքում ինչ եղավ գերմանական երկրորդ Ռայխի բանակը կանգնած էր Փարիզի մոտ բայց նա ծնկի եկավ որովհետեւ
արդեն ուժը չէր երիքում, իսկ այդ նավթն էլ որ անհրաժեշտ էր բանակին, այդպես էլ չստացա։ Մի դույլ անգամ օսմանցիները չփոխանցեցին։ Առաջերտին նրա պատճառով որ հները այնքան դիմադրեցին, որ դա չհասավ։ Նավթի հոսքը չեղավ Գերմանիա ժամանակին։ Իսկ գերմանացիները Բրեստի դոսկում պայմանավորվել էին ռուսների հետ, որը ծնկի էր եկել Ռուսաստանը, ծնկի էր եկել երկրորդ գերմանական ռայխի առաջ, դեռ հետո երրորդի առաջ է դիգար, արդեն Հիտլերի ռայխի առաջ, բայց հիմա Բրեստի դոսկում նրանք 1 միլիոն քառակուսի կիլոմետր հող էին տվել գերմանացիներին ու նրանց դաշնակիցներին, այդ ու Թուրքիային։ Նրանք մեր Կարսի մարզը օրինակ առանց մեզ հասնելու։ Եվ Բաքուն էլ էին հասնել, որ Շահումյանը չէր էլ իմանում, իր գլխին ինչ խաղ են խաղացել իր բոլշևիկ բոսերը Մոսկվայում, Սանկտ Պետրոգրադում եւ այլն։ Բրեստ-Լիտովսկում էլ պայմանագիր են կնքել այսպես։ Հանձնել են Հայաստանն էլ, հայ ժողովրդին էլ, Շահումյանին էլ իր կռվող զորքերն են, որոնք իմջայոց հիմնական հայկական էին, իմջայոց դաշնակցական բրիգադն են, 3 դաշնակցական բրիգադ է եղել։ Մեկն էլ համոզացնել, որին կասնահարեցին հետո ռուսները ի շնորհակալություն Երևան մտնելով 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան մտնելով։ Բայց դրան դեռ կանդրադառնանք, եկեք վերադառնանք այս պայմանագրի հարցին, որոնց Օսմանյան կայսրության հետ պիտի ստորագրեր Սևրի պայմանագիր։ Այդ պայմանագիրը մեր հայերի, այսպես կարծես դարավոր երազանքների իրականացում պիտի դառնար վերականգնելու միացյալ եւ մեծ հայքը կամ մեծ հայքը։ Պայմանագրով Թուրքիային պետք է ստիպեին եւ նա արդեն համաձայնել ստորագրեց, որ հողեր տար արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությանը։ Ուրեմն նայեք, Հայաստանի Հանրապետությունը այն կռիվների արդյունքում, որ ես ասացի 1918 թվականին մայիս ամսին հռչակվել էր։ Եվ ել եմ ասում, հայերը միակ կռվող ազգն էին, դրա համար էլ իրենք տեսնում չէ, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը որևէ ինչ-որ մի պայմանագրի չի մասնակցել։ Թուրքիայի հետ կամ Գերմանիայի հետ, Անտանտը միայն Հայաստանին է հաշվի առել։ Ինչու՞։ Գաղտնիքն շատ պարզ է, տեսեք, անգամ Սնամու ամենաբարձր ռազմական առաջնորդներից մեկը գեներալ Լյուրենդորֆը, ֆելդմարշալ Հինդենբուրգի տեղակալն էր, հետո ինքն ֆելդմարշալ դարձավ, ֆելդմարշալ Լյուրենդորֆ։ Դա գրում էր իր հուշերում, որ արևելքում մեր դեմ կռվում էր միայն մի երկիր, Հայաստանը։ Ոտքի ասում եք, իրենք Ռուսաստանին անգամ ծնկի էին բերել գերմանա-թուրքական բլոկի ուրեմն ուժը, իսկ Հայաստանը կռվում էր։ Ասա ոնց կարող է նկատի չառնեին արևմտյան դաշնակիցները, նաև այդ նավթի հետ կապված հարցը, Գերմանիայի դեմ հաղթանակում հաջորդի լուրջ ավանդը փաստորեն, որտեղ եթե նավթը հասներ կռիվը շատ երկար կարող է գնել, ու էլի միլիոնավոր մարդիկ զոհվեին։ Մարդիկ հասկանում են, չէ՞ ինչի մասին է խոսքը, Հայաստանի ավանդը հասկանում, այդ մենք պիտի հիմա հասկանանք, եթե չենք հասկացել, եւ հասկացնենք օտարազգիներին, որոնք այս մասին արդեն մոռացել են երևի շատերը։ Բայց իհարկե Հայաստանի ավանդը մեծ էր, բայց գլխավոր ավանդը այնտեղ ունեցավ հաղթանակում Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ Ռուսաստան 1917 թվականի ցարի տապալումից հետո կամաց սկսեց թուլանալ, իսկ բոլշևիկների հետ հոկտեմբերյան հեղափոխություն կոչեցյալից հետո, այդ հեղաշրջումից հետո ընդհանրապես դուրս եկավ, դավադրաբար դուրս եկավ սեպարատ կերպով Գերմանիայի պայմանագիր դուրս եկավ պատերազմից, եթե ամերիկյան բանակը 1 միլիոնոց հսկայականը դեսանտը չիչացներ Եվրոպայում, չիչեցներ, հələ հայտնի չէ, թե պատերազմը ինչ բնույթ կընդուներ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ հիմա Թրամփը ասում է, մենք հաղթել ենք առաջին համաշխարհում, երկրորդ համաշխարհում, ճիշտ է ասում, երկրորդում էլ 16 միլիոն զորք էր կռվում ամերիկյան բոլոր ռազմաբեմերում, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային Եվրոպայից մինչև Աֆրիկա եւ այլն։ Փաստ է, բայց որ հայ ժողովուրդն իր հսկայական ներդրումն է կատարել այդ համաշխարհային պատերազմի հատկապես առաջինի ժամանակ հաղթողների կազմում էր, երկրորդի ժամանակ այդքան զոհ ենք տվել, բայց մեզ չթողեցին ինչ սեղան, մենք ընդհանրապես ով էինք, բայց առաջին համաշխարհայինում Անտանտի երկրները գնահատելով Հայաստանի ավանդը եւ հաջորդի դերը, ուրեմն մեզ հրավիրեցին հաղթողների սեղանի մոտ,
այսօր երրորդ համաշխարհային պատերազմն է գնում, մենք պիտի արժանանանք հաղթողների շարքում սեղանին նստելու եւ ստորագրելու պատվին եւ ոչ թե զոհասեղանի վրա դնել ինչպես միշտ, օրինակ ինչպես երկրորդ համաշխարհային ժամանակ։ Բայց դրա համար պետք է Հայաստանը որոշակի քայլեր անի օգնելու արևմտյան հաղթական դեմոկրատիաներին եւ հիմա այլ պիտի անի երրորդ համաշխարհային ժամանակ, որ հիմա ընթանում է։ Կոնկրետ Հայաստանը հիմա չի կարողանում անել, բայց հայ ժողովրդի մի հատվածը Ուկրաինայի հայկական լեգիոնի տեսքով այսօր իր մեծ ներդրումն է կատարում Ռուսաստանի եւ ընդհանրապես չին ռուսա թուրքա իսլամական այդ նապետական երկրների ռազմաքաղաքական բլոկի ջախջախման հարցում եւ վաղը եթե Հայաստանը կամ հայ ժողովուրդը մասնակցի հաղթողների հետ միասին դարձած նստի հաղթողների սեղանի շուրջ դա կլինի առաջերտին Ուկրաինայի հայկական լեգիոնի մեծ ավանդը նրա ներդրման շնորհիվ է։ Բայց դեռ հայտնի չի թե դեռ ամեն ինչ ուր կգնա, բավական է Հայաստանն էլ կմասնակցի շուտով, եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, եւ մենք մեր դերը իսկապես կխաղանք որպես հաղթող ազգ ոչ թե գերիալ եւ ուրիշների սապոգին կապած ազգ, հատկապես բռնապետական Ռուսաստանի կամ Թուրքիայի։ Մենք ասացինք, որ Սևրի պայմանագրով հողերը տալիս էին Հայաստանին։ Այդ ինչ Հայաստան էր։ Ուրեմն այն 1918-ի կռիվները, որ ասացինք, դրանց արդյունքում մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն Սևրի պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ։ Ոչ թե ամիս, այլ տարիներ առաջ։ 2 տարի եւ քանի ամիս առաջ։ Բայց տեսեք, միջոց Օսմանյան կայսրությունը եղավ առաջի պետությունը, որ դրանից ասենք թե մի շաբաթ հետո օրինակ մի քիչ ավել հունիսի 4-ին Բաթումում օսմանցիները եղան առաջինը, որ ստորագրեցին պայմանագիր Հայաստանի եւ ճանաչեցին Հայաստանի անկախությունը։ Այս մոլորակի վրա առաջ անգամ հայկական պետականություն էր վերականգնվում 300 տարի, ոմանք ասում 600 տարի, նայած ոնց կհաշվես պետությունը կորցնելուց հետո եւ Թուրքիան էլ եղավ առաջին երկիրը, որը ստորագրում էր ու ճանաչում էր նրան։ Հենց այնպես չէր ճանաչում իր կոտրած ձեռքով, իր արյունոտ ձեռքով ստորագրում էր, որովհետև հայերը ցույց էին տվել, որ արժանի են լինելու աշխարհի լավագույն զինվորները, դա ասում են իրենց հարձակվող երրորդ դաշտային բանակի հրամանատար մարշալ Վեհիբը, Վեհիբ Փաշան էր ասում։ Եվ այդ Հայաստանը, որը ստեղծվել էր Արևելյան Հայաստանի հողերի վրա, Թուրքիայի կողմից ճանաչվել էր, ինքը գոյությունն էր ուրեմն հիմնականում Երևանի նահանգի տարածքի վրա, որը նախկին ռուսական կայսրության նահանգի մասն է խոսքը իհարկե, Արևելյան Հայաստանի կամ հյուսիս-արևելյան Հայաստանի հողերն են, որտեղ հարավ-արևելյան Հայաստանը Արաքսից հարավ մնում էր Պարսկաստանին, այսօր մնում է Իրանի կազմը։ Մյուսը Կարսի մարզներ, հիմնական այդ երկու վարչատարածքային միավորներն էին Հայաստանի Հանրապետության հողային տարածքի մեծ մասը կազմում եւ մի քանի գավառներ հարևան Ելիզավետպոլի քաղաքը դա հին հայկական գանձակն է եւ Թիֆլիսի կամ Թբխիսի նահանգներից ասենք օրինակ Զանգեզուրի գավառը ինչի ռուսները միացրել Ելիզավետպոլին ոչ թե Երևանի նահանգի մեջ էին մտցրել պարզա չէ ինչ է դա չէին ուզում մեծ Հայաստան մեծ հայկական հողային տարածքներ ստեղծեն, դրա համար բաժան էին անում, դեռ ցարի ժամանակից, էս է ռուսը 300 տարի այսպես է մեզ վերաբերվել, լավ իմացեք, կամ ասենք Արցախը, այնտեղ կար Շուշիի գավառ, այդ բոլորը Ելիզավետպոլի նահանգի մեջ էին մտցրել, ոչ թե Երևանի, Շուշիի գավառ, Ջևանշիրի գավառ, Գանձակի գավառը առանձին էր, Ղազախի գավառը առանձին էր, հետո դա կիսվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հասկանում եք, չէ՞։ Թիֆլիսի նահանգի մեջ էր Ջավախքի գավառը կամ Ախալքալաքի գավառը, այն ասում է ժամանակ։ Ախալքալաքսկի ուեզդ, չգիտեմ, էլի տես մի քանի գավառներ կային։ Հայկական հողեր կային բավական մեծ հայքի Գուգակ նահանգի հյուսիսային մասի գավառները մտցրեցին Թիֆլիսի նահանգի մեջ։ Այդ էլ մի ուրիշ բան, որտեղ ռուսները նախ չէին ուզում Հայաստանի մեծ եւ ուժեղ հայկական ընդհանուր մեծ զանգված առաջանար տարածքային եւ բնակչության առումով։ Երկրորդն էլ բաժանելով մեր հողերը հարևան այս
ցեղերին, ազգերին, էթնոսներին, դրանովից նրանց հետ միասին, նրանց հանդեպ եւ երկու ազգերի միջև, ասենք հայերի եւ վրացիների միջև, հայերի եւ թուրք կոչված կամ ադրբեջանցի կոչված էթնոսի միջև ստեղծում էին հակամարտություն, որտեղ իրենք կարող էին միջամտել։ Այս ռումբերը դնում էին նախապես։ Դե հայտնի սկզբունք է իմպերիալ, որը Հռոմից է գալիս, լատինական ասացվածքը կա չէ, ասում է divide et impera, բաժանիր եւ տիրիր։ Հա, այսպես էլ անում էին ռուսները, այսպես էլ անում էին։ Եվ ուրեմն պետք է ասեմ, որ այս այսպես կոչված Ռուսա-Հայաստանի հողերին միացնում էին այսպես կոչված Թուրք-Հայաստանի հողեր։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, որ ստեղծել էր ռուսական Հայաստանի հողերի վրա, նշեցի, որ նահանգները ու գավառները, դի հիմա Սևրի պայմաններով Օսմանյան Թուրքիայից ստանար Արևմտյան Հայաստանի, կամ թուրքական Հայաստանն անունը սխալ կերպով իհարկե, ինչպես որ Իրանին անցած հողերը Պարսկա Հայաստան են անվանում, էլի սխալ կերպով, հա այդ Արևմտյան Հայաստանի հողերից գալի մասը մեզ պիտի անցներ։ Ես ուզում կոնկրետ ասել, թե ինչներ մեզ անցնում։ Հայաստանի Հանրապետությունը, որ արդեն գոյություն էր, տեսնում ենք արդեն 2 տարի ու քանի ամիս, Սևրի պայմաններով ստանում էր Վանի նահանգի 39,300 քառակուսի կիլոմետրից 20,000 քառակուսի կիլոմետր, այսինքն մոտ 1/3։ Պատկերացնեք, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մոտ 29,000 քառակուսի կիլոմետր է, այսպես կլորացված։ Միայն 20,000 այն ժամանակ մենք ստանում ենք Վանի նահանգից։ Բաղեշի նահանգից նաև Բիթլիս են անվանում, ճիշտ անունը հին հայկականն Բաղեշն է։ 27,100 քառակուսի կիլոմետր դա ընդհանրապես ստանում ենք այդտեղից 15,000, էլի մոտ 1/3 մասը։ Արդեն երկուսը միասին դարձավ 35,000 այդ Վանի եւ Բաղեշի այդ երկու մեծ կտորը։ Կարինի կամ Էրզրումի նահանգը, ճիշտ անունը Կարինն է, Էրզրումը օտարացված ձևով են ասում, Արցախում հին ձևն է, Էրզրում թուրքականացված ձև է։ Այս նահանգի գրեթե ամբողջ տարածքը 49,740 կիլոմետրից գրեթե 40,000 ամսներ Հայաստանի Հանրապետությանը։ 40,000 դա արդեն հսկայական հող էր դառնում։ 75,000 էստեղ արդեն։ Եվ ավելացնենք Տրապիզոնի նահանգի մեծ մասը չէ, բայց գալի մասը 32,700 քառակուսի կիլոմետրից, ուրեմն 15,000 քառակուսի կիլոմետր ասում էր Հայաստանին, ընդ որ ներառյալ Տրապիզոն քաղաքը եւ էլի ուրիշ նավահանգիստներ, բայց ամենամեծը եւ գլխավորը կարևորը դա Տրապիզոն քաղաքն էր, Տրապիզոն նավահանգստով։ Այսինքն ընդհանուր առմամբ Արևմտյան Հայաստանի կարելի ասել մոտավորապես 1/3 հասնում էր Հայաստանի Հանրապետությանը։ Արևմտյան Հայաստանը դա իհարկե մոտ 300,000 կամ մի քիչ ավելի քառակուսի կիլոմետր տարածք է։ Ճիշտն ասած Արևմտյան դաշնակիցները Հայաստանի ժամանակին ուզեցել են ամբողջ այդ տարածքը տալ Հայաստանին եւ ստեղծել մեծ ծովից ծով Հայաստան, բայց նույնիսկ այս 1/3-ը որ մեզ տալիս էին, մենք արդեն այդքան բնակչություն եւ զորք եւ գուցե ասենք տնտեսական կարողությունը չունենք պահելու։ Գուցե այսքանը պահենք, Աստված տար որ կարողանանք պահել, ստանանք եւ կարողացնենք պահել եւ այսօր այդ մնացածներ կամաց ստացած կլինենք եւ ամբողջովին մեծ Հայաստանը կլիներ։ Բայց այս պահին այսքանը կարող ենք տալ եւ գոնե այսքանը եթե ստանայինք Հայաստանը կապեր մինչև այսօր հզորանալ եւ մեկ այլ երկիր կամ այն ինչ որ տեսնում ենք այս հայտարարությունները։ Այս ամենի արդյունքում հատկապես Սևրի պայմանագրի կատարածման դեպքում փաստորեն տարեր ի վեր բաժանված Հայաստանը կազմել էր միացյալ մի պետականություն թե Արևմտյան, թե Արևելյան Հայաստանի հողերի վրա։ Եվ ընդհանուր առմամբ ձևավորվել էր մոտ 161,000, ավելի կոնկրետ ասեմ, 161,330 քառակուսի կիլոմետր տարածքով հայկական անկախ պետություն դեպի Սևծով ելքով, շատ կարևոր է։ Ընդ որում
նորից ասեմ ձեզ, որ 161,330 քառակուսի կիլոմետր գումարային տարածքը պայմանական կարելի է բաժանել երկու մասի։ 71,330 քառակուսի կիլոմետր դա արևելյան Հայաստանի հողերն էին, որոնք Անտանտի պետությունները արդեն իսկ ճանաչել էին մինչև Սևրը, հասկանում եք, 19 թվականի վերջերից 20 թվականի հունվարը, այսպես նրանք արդեն ճանաչել էին գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության, այսինքն իրենց դաշնակցի տարածք, արդեն ճանաչված էր այդ հողերը մերը։ Իսկ այս մնացած 90,000 քառակուսի կիլոմետր տարածքը, որ մենք ստանայինք, սա պարտված Օսմանյան կայսրությունը արևմտյան Հայաստանի հողերից տալիս էր մեզ։ Պիտի զիջեր արդեն գոյություն ունեցող արևելյան Հայաստանի Հանրապետություն, որ դառնում էր միասնական Հայաստանի Հանրապետություն։ Ցավոք, արտաքին ուժերի եւ առաջին հերթին Ռուսաստանի եւ նրա շնորհիվ փրկված, ասեմ ձեզ, եւ նրա շնորհիվ փրկված Թուրքիայի շնորհիվ Քեմալական Թուրքիան երբեմն դավադիր, իսկ հաճախ բացահայտ թշնամական գործունեություններ ծավալում։ Այս երկուսը Ռուսաստան, Թուրքիա, փրկված Թուրքիան, որտեղ Օսմանյան կայսրությունը մեռնում էր, արդեն մեռնելու եզրին էր, եւ ռուսները փրկեցին մի նոր Թուրքիա ստեղծին Քեմալականը։ Սա է նրանց հետ միասին ամեն ինչ արեցին, որ Սևրի պայմանագիրը գոնե Հայաստանի մասով չեղալ դարձնեն։ Ավելին ասեմ, Ռուսաստանը ահավոր վնասեց Հայաստանին եւ վերջո հասցրեց հայկական պետության կործանմանը, որի համար մենք պիտի նրան դատի տանք ազգովին։ Սփյուռքից մինչև հայերենիք բոլոր հայերը պիտի ոտքի կանեն դատի տան Ռուսաստանից, սրա համար պատասխան տիպանջանից եւ հարյուրավոր միլիարդավոր դոլարների դատ սա պիտի մենք դե տանելը հետ բերենք ռուսներից։ Անպայման։ Անկամ կործանման պահին մենք պետք է դատը բացենք եւ մեր մասը ստանանք Ռուսաստանի փողերից, չգիտեմ, արհեստություններից եւ այլն, պիտի ստանանք, գա այդ ժամանակը։ Ռուսաստանը այդ ժամանակ արդեն խորհրդային պետություն էր։ Ինչպես նորից եմ ասում ձեզ, որ ես որպես պատմական վստահաբար կարող եմ պնդել, որ դուք էլ եթե վերլուծեք կտեսնեք այդպես է։ Ոչ ցարական խորհրդային Ռուսաստանի եւ ոչ էլ այսօր իդ խորհրդային էս Ելցինյան ու կագեբեական Պուտինյան Ռուսաստանի մեջ սկզբունքային մեծ տարբերություն չկա, հատկապես Հայաստանի հարցում։ Եվ ինչպես խորհրդային Ռուսաստանն է փրկել Թուրքիային, հիմա տեսնում ենք այս Սևրի պայմանագիրը տոպերելով նրանք փրկեցին։ Թուրքիային փրկեցին։ Այնպես է դրանից առաջ ցարական Ռուսաստանը առնվազն 2 անգամ փրկել է Թուրքիային կործանումից։ Մեկը 1832-33 թվականի Եգիպտա-թուրքական պատերազմի ժամանակ Եգիպտոսի բանակը գալիս էր միջև Քրականցովի ափով, ասենց գրավելով Պաղեստին, Լիբանան, Սիրիա, Կիլիկիա, Անատոլիայի կենտրոնական մասերը, Զմիրնիաբան եւ հասնում էր Կոստանդնուպոլիս, Նիկոլայ Պավլովիչ առաջին Ռոմանով ցար կար, զորք ուղարկեց եւ փրկեց, ուղարկի փրկեց Թուրքիան, թե չէ Եգիպտոսին չէր կարելի կանես, անհնար էր։ Սա փրկեց մեր եղերնին, հայոց եղերնին մնացել էր մոտ, ասենք 87 տարի կամ մեկ չավել, եթե չփրկեին ռուսները, հայոց եղերնը չէր կարելի, որտեղ Թուրքիան կործանված կլիներ։ Այնինչ Հայաստան կլիներ եւ գուցե մեծ Հայաստան։ Ահա մի մեծ ոչրագործություն որ կատարել են ռուսները համաշխարհային պատմության մեջ փրկելով գենոցիդալ այդ երկիրը Օսմանյան կայսրությունը, այդ արյունոտ երկիրը, որ դարերով արյուն է թափել աչուձախ եւ իր ժողովրդներին է մորթել ներսում գտնում, հատկապես հայերին եւ առասարակ քրիստոնյա ազգերին։ Ասա քրիստոնյա Ռուսաստանի իսկական կերպարը։ Երկրորդ անգամ, երբ որ բուլղարական բանակը 1912 թվականին Բալկանյան առաջին պատերազմի արդյունքում արդեն գրավում էր Կոստանդնուպոլիսը, Բելգրադը, եւ էլի Ռուսաստանը, այս անգամ մի ուրիշ Նիկոլայ, այն առաջին Նիկոլայի ծոռը, այս Նիկոլայ երկրորդ Ալեքսանդրովիչ Ռոմանովը սա փրկեց այս անգամ Թուրքիային։ Եվ բուլղարացիները դա հասկացան, նրանց բացատրեցին իհարկե նաեւ։ Եվ Բուլղարիան 2 համաշխարհային պատերազմներում Ռուսաստանի դեմ է կռվել։ Դե դուք պատկերացրեք, որովհետև ահավոր բան արեցին սլավոնական քրիստոնյա իրանց եղբոր այդ ռուսները։ Եվ բուլղարները չեն ներում դա։
Բայց հայերը ոչ գիտեն, ոչ ներում են այն արասները, որ նախ իմանանք այդ մասին, որ չներենք, չենք իմանում, երկրորդն էլ, եթե իմանում ենք, ճիշտ դիրքորոշում գրավենք Ռուսաստանին, հասկանանք, թե ինչ երկիր է դա, ինչ սարսափելի ահավոր դեր է խաղացել մեր պատմության մեջ։ Եվ ահա ռուսները, որ ժամանակ խորհրդային Ռուսաստան էին կոչում, Թուրքիային փրկեցին, քեմալական տեսքով պահեցին դրան եւ 1923 թվականին հռչակվեց այդ քեմալական հանրապետությունը, որ այսօր կա, արդեն Էրդողանի գլխավորությամբ։ Եվ ինքը Ռուսաստանը, քանի դեռ Թուրքիան ի վիճակի չէր իսկապես որևէ քայլ անել Հայաստանի դեմ, որտեղ այն կողմից էլ Հունաստանի թագավորություն էր հարձակվում, ուրեմն Թուրքիայի դեմ, Թուրքիան այսպես մահվան եզրին էր, հունական բանակ եկել հասել էր արդեն Անկարայի մոտ, մի 30 կիլոմետրի պատմություն էր, կգրավեին, եթե ռուսները չլինեին։ Բայց եկեք մեր հարցին անդրադառնանք հայկական հարցին, շնայած շատ փոխկապակցված են։ 1920 թվականի ապրիլի վերջ, մայիսի սկիզբ, այսպես, Ռուսաստանը հարձակվում է Հայաստանի վրա։ Թուրքիան չէ, Ռուսաստանն է հարձակում Հայաստանը, սկսում է առաջին ռուս-հայկական պատերազմը։ Մեր պատմաբաններից ոչ մեկը, ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում անգամ չեն ասում այս մասին, որ ռուս-հայկական պատերազմ է եղել։ Ընդ որում 3 հատ ես եմ ասում, եւ մենք անպայման պիտի հասնենք մեր կազմակերպության, որի դրոշը դուք տեսնում եք իմ հետևում, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություն, ոչ միայն հայկական հողերի ազատագրման համար է, այլև հայերի հոգին, սիրտը, միտքը ազատագրելու համար է։ Այսպիսի կեղծված պատմություն, ինչպես կարող է հայ ժողովուրդը գոյատևել ու առաջ գնալ։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Մեր պատմաբանները, չգիտեմ, վախենում են, չգիտեն, եթե չգիտեն ինչ պատմաբաններ են, եթե գիտեն չեն ասում, այդ ինչ պատմաբան եւ ինչ հայ։ Որ 3 ռուս-հայկական պատերազմ եղել։ Եվ այս առաջի ռուս-հայկական պատերազմը ոնց է եղել։ 1920-ի ապրիլի վերջին, սրանից մի 106 տարի առաջ, ռուսները գրավում են Ադրբեջանը, անը գնում են սովետականացում։ Ընդ որում, Քեմալը այնտեղից ասում է Բաքվի իր կրտսեր եղբայրներին, քեմալականները ասում են մուսավատականներին, որ հանձնեք, սրանք էլ մի գիշերում սովետականանում են, բուջոնոկաններ են դնում, դառնում են բոլորը կոմունիստական բանակ, եւ ինչու, որովհետեւ Քեմալը ուզում էր, որ Ռուսաստանը Ադրբեջանը գրավելով, այս սովետականացնելով, սահմանակից դառնար Հայաստանին։ Միայն այդ դեպքում կարող էր պատերազմներ դեմ զորք բերել խփեր, եւ բերում է եւ իր կարմիր զորքը ռուսական, եւ բերում է այս Ադրբեջանի կարմիր բանակ է արդեն դարձնում Ադրբեջանի զորքը։ Եվ խփում են Հայաստանը։ Ընդ որում նաև հայ դավաճաններ են գտնում։ Գիտեք, այդ տարբեր կային էլի Բաքվում բանը իրենց 5-րդ շարասյունը։ Ավելի վատ Հայաստանի ներսում կար 5-րդ շարասյուն ռուսական, դրանք կոչվում են Հայաստանի բոլշևիկյան կուսակցություն, եւ իհարկե թուրքերը ներսում են, հետո որ ադրբեջանցի կոչվեցին, դրանք էլ իրենց ռուս եւ թուրք աղբերների պատրաստ են Հայաստանը ոչնչացնելու։ Այս բոլորը ներսից դրսից ում հարձակվում են Հայաստանի վրա։ Եվ ռուս-հայկական այս պատերազմը ուրեմն հանգեցնում նրան, որ հայկական զորքերը, որոնք Գրոյի եւ Նժդեի գլխավորությամբ Արցախում են, ստիպված հետ կաշվեցին, թե չէին Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ստեղծել, հասկանում եք։ Շատ սխալ արեցին, բայց այդպես եղավ։ Պետք է կանգնեին, կռվեին, չթողնեին ռուսներին ներս։ Հələ դեռ սյունիքներն էին ուզում այդպես գրավել, Նժդե ասաց, ես կպահեմ, ես չեմ տա, Արցախի պես այդպես չենք նահանջի, վերջ, ու իրոք մնաց Սյունիքում մինչև 1921 թվականի ամռան կեսերը։ Ամեն դեպքում ռուսներին չհաջողվեց Հայաստանը այդ ժամանակ գրավել եւ կործանել, Հայաստանը մնաց։ Եվ այդ պատերազմի ավարտը եղավ այսպես. 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում հայ-ռուսական զինադադար կնքվեց։
Տեսնում եք նույն օրն է ինչ որ Սևրի պայմանագիրն է քննվել Փարիզում օգոստոսի 10 1920 թվական բայց զինադադար ինչ է նշանակում զինադադար կնքվում է պատերազմող կողմերի միջև չէ Հարգելի հայ պատմաբաններ ասեք որ պատերազմ է ռուս-հայկական ես ասում եմ որ եղել է դա առաջին ռուս-հայկական պատերազմն էր ասեք գրեք Ես ասել եմ, գրել եմ այդ մասին ունես Վիկիպեդիայում եմ հոդված գրել, որտեղ ոչ մի բան չկար այդ մասին։ Որովհետև բացի այդ Վիկիպեդիայի հոդվածից չի նշվում ռուս հայկական պատերազմը։ Ինչ ասես գրում եմ։ Բացեք ակադեմիական մեր բազմահատորյակը, բացեք այդ ժամանակ այդ հատորը, որի մեջ դա պիտի լուսաբանված, կարծեմ 3-րդ հատորի 2-րդ մասն է, 4-րդ հատորի առաջին մասն է։ 8 հատորյակ չէ կա հիմա նորը ստեղծել են ոչ սովետական, իբր թե ոչ սովետական, ազգային հայկական։ Դրա բացեք կարդացեք այնտեղ ռուս-հայկական պատերազմներ կան, չկան։ Կա միայն հայ-թուրքական, ավելի շուտ թուրք-հայկական երկրորդ պատերազմը։ Միայն դա։ Այն ռուսական ֆրոնտը։ Ընդ որում իրենք են հենց նշում այդ հատորը գրողներ վայ պատմաբանները, որ Հայաստանը կռվում էր 5 ռազմաճակատով։ Սա շեշտում եմ, որ սա շատ կարևոր է։ Այս ամեն ինչն է տանում հասնում Սևրի տորպեդահարմանը եւ այժորդի կորսանմանը։ Տեսեք, այդ 5 ռազմաճակատներում որ հայկական բանակը կռվում էր, երկուսը Թուրքիայի դեմ էր։ Սարիղանի շկարսուղությունը եւ ուրեմն Սուրմալի ուղղությունը։ Ի վերջո ռուսների շնորհիվ թուրքերը նաեւ Սուրմալուն գրավեցին, չէ՞։ Իգնիրի գավառը, Երևանի նահանգի Իգնիրի գավառը մեր Սուրբ Արարատ լեռով կողմի աղաղանքերը, որ այդքան պետք էին Հայաստանին այդ ժամանակ շատ եւ այլն։ Ուրեմն երկու ռազմաճակատը հասկացանք։ Սարիղանիշ Կարս ուղղությամբ էր, մյուսն էլ Իգդիր ուղղությամբ։ Երկու ռազմաճակատ թուրքական։ Ասում 5 ռազմաճակատով էր գրում հայկական բանակը։ Ո՞րն է 5 ռազմաճակատները։ Ուրեմն եղել է նաեւ Հյուսիս-արևելքում ռազմաճակատ։ Այդ Ղազախի գավառ կոչվածի ուղղությամբ, որ հիմա մեր Տավուշի մարզն է, չէ, այդտեղ։ Մի հատ Սևանի ուղղությամբ է եղել։ Եվ մի հատ էլ հարավում Վայքի եւ Շարորի ուղղությամբ։ Այսինքն մտել էին այդտեղով խփում էին միջանցքից։ Այդ ժամանակվանից այդ միջանցքը ռուսներն են բացել։ Հիմա էլ դրել են ամերիկանցից, եվրոպաններից, բա դուք եք բացել այդ միջանցքները ու էլ ուզում եք բացեք։ 5 ռազմաճակատ, 2-ը թուրքական են, 3-ը հարցական X։ Այդ որ երկիներ կռվում մեր դեմ այդ 3, այն մնացած 3 ռազմաճակատում։ Ռուսաստանն է կռվել, չէ՞։ Դրա համար էլ ռուս-հայկական պատերազմ, երկրորդ պատերազմն է եղել դա, որին զուգակցվել է թուրք-հայկական երկրորդ պատերազմը։ Եվ տեսեք, թուրք-հայկական առաջին պատերազմ 1918-ին հայերը փաստորեն հաղթեցին, որտեղ կանգնեցին թուրքերին ու ստիպեցին, որ Հայաստանը ճանաչեն։ Մենք պետություն ունեցանք, իրենց ջարդաձեռով թուրքերը ստորագրեցին տարօրինակ թաթով, որ Հայաստան կա։ Սահմաններ տվեցին, ճիշտ է, քիչ էր, բայց Հայաստան էր։ Հետո մեր դաշնակիցների հատկապես Անգլիայի շնորհիվ այդ 9-10,000 քառակուսի կիլոմետր դառավ 50-60, նույնիսկ 70,000։ Թղթի վրա 70,000, իրականում 50,000։ Քիչ չէր, 5 անգամ մեծացրին անգլիացիք մեր տարածքը։ Ռուսաստանը չկար ընդհանրապես։ Թուրք-հայկական առաջին պատերազմը մենակ ենք մղել եւ թուրքերին կանգնեցրել ենք։ Թուրք-հայկական երկրորդ պատերազմը ռուս-հայկական երկրորդ պատերազմի զուգընթաց ենք վարել։ Արդեն Ռուսաստանը հայտնել եւ դաշինը հետևից կողել է մեր մեջքը։ Ընդ որում ավելի շուտ են հարձակվել մի քանի շաբաթ, ավելի շուտ, քան թե թուրքերը։ Էս է ռուսների շնորհքը, այսպես ասած, մեր հանդեպ։ Եվ միայն այդ դեպքում հայերը պարտվեցին թուրքերին, որովհետև ռուսները սկսեցին պատերազմ մեր դեմ եւ երկու ռազմաճակատ բացելով ակցիանի մեջ առան Հայաստանը, ակցիանի մեջ։ Եվ եթե առաջին ռուս հայկական պատերազմում նրանք չհասան, իրենց նպատակին կկարողացան կործանել Հայաստանը,
Թիֆլիսում զինադադար կնքեցին, բոլշևիկյան այդ մայիսյան խռովությունը հայերը կարողացան ճնշել, իմջալոց ցավոք սրտի ոչ թե ռուսական կրթություն ստացած հայկական սպայակազն էր հիմնականում գլխավորում այդ 5-րդ Շարասյան հրշումը, այլ ես ձեզ պիտի ասեմ, որ արևմտահայերը հատկապես Սեպուհի 4-րդ բրիգադով լուրջ դեր է խաղացել, ի պատիվ Սեպուհի, պիտի ասեմ, որ եթե ինքը չլիներ, երևի թե Հայաստանը կկործանվեր արդեն այդ ժամանակ։ Ոչ միայն նա, իհարկե էլի մարդիկ են մեծ դեր խաղացել, բայց ամեն դեպքում առաջին ռուս-հայկական պատերազմը օգոստոսի 10-ին ավարտվեց այն արդյունքով, որ ռուսները ճանաչեցին Հայաստանի անկախությունը, այնտեղ սկսեցին վիճելի հայտարարել Արցախն ու Սյունիքը, իրենք ասում են Զանգեզուրի Ղարաբաղ, ում է իբր թե սովետական Ադրբեջանը, բայց դա ձեր տարածքն է, այսինքն փաստացի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վիճելի հայտարարեցին, հասկանում եք, այսօր որ ես Ադրբեջանի հետ խաղեր է տալիս Ռուսաստանը, ժամանակվանից է գալիս 105 տարի առաջ։ Այսինքն էլ ինչ Զանգեզուրի միջանցք, այս ինչեր եք խոսում Տրիպը, Թրամփը, չգիտեմ, Ամերիկան սենց անում են անում, դուք եք անում, ինչ Ամերիկան փրկել է մեզ այս ժամանակ, հիմա էլ է ուզում փրկի։ Իսկ ռուսական ագենտուրան Վայնասունը Ոռոնցը դրել է իրենց Կրեմլի հրամանում։ Էս է կեղը ռուսներ։ Դող ձեր ագենտուրան էլ իմանա գոնե կամ ուշքի գա կամ իրենք իրենց գնան ինքնասպանել են, քանի դուք չեք սատկացրել։ Զադանին կատարելուց հետո ձեր սովորությունը չէ, ագենտները որ վերջացնում են առաջադրանքը, դրա համար Նիկոլը ձգձգում է Հայաստանի հանձնողը գիտի հանձնես պրծավ իրան էլ Ռոբերտ Վարդանյանի պես մի բան կանեն։ Կամ Բաքվի Բերդը, կամ Երևանի Բերդը, կամ Մյասնիկյանի պես օթանայի մեջ կգմպեցնեն, կպայթեցնեն, կամ ազգենի պես գլուխը կջարդեն խզակոթով ազգային ժողովում հարց ու պատասխանը ժամանակ գնդակայելուց հետո, կամ նավիճոկ մի բան էլի ես եմ, դե ռուսները չգիտես ինչ ուզում կարողանում են անել իրենց ագենտների հետ, ոչ միայն ագենտների։ Էս է։ Հետո երկրորդ ռուս-թուրքական պատերազմը սկսում քեմալականներին էլ են կողմից ասում են հարձակվեք, դե նախապես ահագին զենք ու ոսկի էին ուղարկի, տոննաներով ցարական ոսկին գնաց Քեմալին։ Նույնիսկ հայկական բանակի սավառնակներից որ զավթել էին տվեցին նրանց, էլ չգիտեմ ինչ ասես ուղարկեցին Թուրքիային սրանք։ Փրկեցին էլի, զինեցին մինչև ատամները ռուսները եւ այդ երկու բորենիները հարձակվեցին մեր վրա, ոնց որ նացիստական Գերմանիան ու սոցիալիստական Ռուսաստանը Լեհաստանի վրա հարձակվեցին դրանից 19 տարի հետո նույն սցենարն է էլի Ստալինը ռուսական գահին էր թուրքական գահի վրա Քեմալն էր գերմանական գահի վրա եղել է բանը Հիտլերը բայց առաջինի ժամանակ ռուս-հայկական պատերազմների ժամանակ Ստալինը երկրորդ դերում էր, Լենինն էր առաջի տեղում, հետո պիտի Ստալինին անցնել, բայց նույն աղբն են, բոլորն են նույն ձևով են վերաբերվել Հայաստանին։ Մի խոսքով, անկախ Հայաստանի գոյությունը իրենց հանգիստ չէր տալիս եւ տեսեք, այս զինադադարը կնքել են, մի ամիս էլ չի անցել հարձակվեցին Հայաստանի վրա ռուսները, Թիֆլիսի զինադադարից հետո։ Երբ որ երկուսով արդեն հարձակվեցին, մի կողմից Ռուսաստանը, հետո սեպտեմբերի կեսերից նրանց միացավ նաև Թուրքիան, քեմալական բանակը, արդեն Հայաստանը շատ դժվարացավ պաշտպանվել, շատ արագ էր այդ ամենը կատարվում, հասկանում եք։ Եվ արդյունքում Հայաստանը ուղղակի ցնկի բերեցին, հողերը բաժանեցին, եւ այս անգամ արդեն հայկական պետությունը փաստորեն կործանվեց։ Ինչպես եղավ, նայեք, դեկտեմբերի 2-ը, որ սեպտեմբերին սկսել են պատերազմը, դեկտեմբերի սկզբին արդեն Հայաստանը հանձնված վիճակում էր։ Ալեքսանդրապոլում Քազիմ Կարաբեքինն է պայմանագիր կնքում Հայաստանի հետ։ Այդ որում չզարմանաք, որ ասեն թուրքերը ավելի մարդկային գտնվեցին, չնայած այդ բորենիներին մարդ ասելը ինչ դժվար է, բայց Քազիմ Կարաբեքիրը եւ իր Թուրքիան ավելի մարդկային գտնեց Հայաստանի հանդեպ, քան թե ռուսները, որոնք Երևանում նույն օրը դեկտեմբերի 2-ին Հայաստանի հետ պայմանագիր կնքեցին։ Ինչու եմ ասում այսպես, որտեղ թուրքերը ճիշտ է Հայաստանից հողեր խլեցին, ստիպեցին որ Սևերը մոռանան եւ այլն, նույն բաները ռուսները արեցին։
բայց գոնե պետությունը մնում էր հայկական, ճիշտ է, փոքր բանակով եւ այլն համոզում են, ասում են մեր հետ հաշտ է եկել իմ երևի պատճառը նաև այն էր, որ հունական բանակը մոտեցել են արդեն Անկարային, իրանք չէին ուզում հայերի հետ ավելորդ ռազմաճակատ ունենալ, նորից կռիվներ, բան եւ այլն։ Ամեն գիտեին, որ իրենք չեն որոշում Հայաստանի բախտը, երևի դա էլ կար։ Ամենայնպես իրենք շատ այդ աստիճան դաժան չգտնվեց, ինչպես Էստոնիա, եվրոպական ռուսները, տեսեք, Երևանի բանակում նույն օրը դեկտեմբերի 2020 թիվ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի հողերը գրավեց, անունը դրեց սովետականացում իհարկե, իրենց սիրելի բառապաշարն է, այդպես բառերով սովետականացում, նվաճելը կոչվում է սովետականացում, սովետիզացիա։ Եվ հողերն էլ բաժանեցին, Նախիջևանը փաստորեն Ադրբեջանին անցավ, Արցախը եւ հələ Սյունիքն էլ են ուզում տալ, լավա կարողացել նշտել բավական դիմադրել մինչև 21 թվականի կեսերը ամառը։ Ի վերջո իրանք Հայաստան հյուսիսային հողերն տվեցին Վրաստանին, որը հետո սովետականացվեց, այդ սովետական Վրաստանի թմին Ջավախքը, Խոժոռնին, Շուլավերը, Բոլնիս Խաչենը, մի խոսքով գիտեք, ինչքան հայկական հող կա հյուսիսում, ուղղակի հյուսիսային գավառները տվել, դա նվիրեցին Վրաստանին, որ հանգարց հայ-վրացական դաշինք էլ հետագայում չառաջանա, ամեն ինչքան փոքր Հայաստանն է, ինչքան խեղճ, այնքան լավ, սա ռուսների գլխավոր նպատակը Հայաստանը փոքր, թույլ ու տարածապես փոքր եւ քանակապես փոքր եւ խեղճ տնտեսապես երկիր լինեն, որ իրենց սապոգին կապած լինեն միշտ։ Սա էր նպատակը։ Եվ այսպես երկրորդ պատերազմն ավարտվեց, Հայաստանը կործանեցին, ռուսները հայոց պետականությունը վերացրեցին։ Անունը դրին սովետական Հայաստան, բայց այդ սովետական Հայաստանը փաստորեն ռուսի գաղութն էր, բրծավ Հայաստանը։ Ինչ որ թուրքերը չարեցին, ռուսները արեցին։ Եվ այնպիսի դաժանությամբ օրինագործությամբ էին անում, որ հաջորդը մի քանի ամիս հետո ապստամբեց։ Ու գիտեք, որ 1921 թվականի փետրվարին Երևանում բռնկվեց ապստամբություն, ի վերջո ապստամբները ավելի շուտ իջան հարևան այս գավառների տարածքից, Երևանի շրջակայքից, ասենք Գառնիից, Ապարանից, Թալինից, այսպես եկան եւ գրավեցին Երևանը, ամբողջ Արարատյան դաշտը եւ այլն։ Մի խոսքով հայկական հանրապետությունից վերականգնեց անկախ Հայաստանը։ Եվ Լեռնայաստանում էլ նշտե չէր դադարեցնում դիմադրությունը եւ պիտի Յապոնը խմբապետներից մեկը հյուսիսային ռազմաճակատի հետ գալիս էր, որ Վայոց մտնեին Արարատյան դաշտ, մի խոսքով միանան իրար հետ եւ Հայաստան վերականգնելու էին։ Ռուսները սա չէին կարող հանդուրժել, հազիվ կործանել էին Հայաստանը եւ ի վերջո նրանք երրորդ ռուս-հայկական պատերազմը սկսեցին ավելի արյունայել, որի նպատակն է վերջնականապես Հայաստանը կորցնել եւ կործանեցին։ Ճիշտ է, Միասնիկյանին ուղարկեցին Մոսկվայից, որ նժդե բանակցի, նժդե դուրս գա անցնի Իրանի Արաքսիան ափը, գնա Պարսկաստան, իր հետ տարավ փրկեց 7-ից 8,000 հայ մտավորականություն, Լևոն Շանտի պես մի հսկա դրամատուրգ, չգիտեմ, այդպիսի մեծություններ ամենասկ չունի։ Սրանց բոլորին մորթելու են, եթե նժդե չհաներ դուրս ռուսական կասնի տակից։ Այս է ռուսները, ով մնաց տեղում ոչնչացրին, 1400 հայ սպաների մորթեցին ուղղակի, ճիշտ է, սկզբում աքսորեցին, ոտաբոբիկ ձմռանը, ոտքով տարել են Ղազախ, հետո ապրանքատար անասնատար վագոններով Բաքու, այնտեղ ինչ ստորացումներ եւ հետո կենտրոնական Ռուսաստան, ահավոր է եղել։ Մի խոսքով ավելի լավ էր մորթեին միանգամից, քան թե այդեն ստորացումներով ու դաժան ստրկության մեջ են պահել։ Ով էլ որ այդ ժամանակներում ոչնչացվեց, հետո 36-37 թվերին գնդակահարեց, ընդհանրում գերեզմաների տեղերը չեն արքտում, ասենք Սարդարապետի հերոս գեներալ Սիլիկյանի գերեզմանի տեղը ով գիտի, հիմա ճիշտ ասած, ես չգիտեմ։ Միայն ռազմական մտավորականության չէ, ընթացքում մի քանի ալիքով ջնջում էին ամեն գրագետ մարդու, որ կարող մի քիչ ուղեղ ունենար, արդեն վտանգ է Ռուսաստանի համար։ Չարենցը, որ այդպես կարմիր հեղափոխություններ երգում, պոեզոզովնա, չգիտեմ ինչ եւ այլն, այդ մարդը վերջը որ հանգար սկսեց ի թեթևեցվեց ես իմ անուշ Հայաստանի, հասկանում եք չէ, այս Մասիսար եւ այլն, օհո, այդ գավառ ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի դեմը կորավ, այսինքն սպանեցին Երևանը վերջից տարան, ես իմ որտեղ այնտեղ թե կացնահարել են, թե ինչ են արել, գերեզման, նրա գերեզմանը չկա, ու այդպես բազումներ։ Այս է Ռուսաստանի տիրապետությունը,
երեք ռուս-հայկական պատերազմով 2 տարի մի քանի ամսվա ընթացքում այս ժողովրդին ու Հայաստանին ուղղակի կործանեցին ռուսները, մեր հողերը բաժանեցին հարևանների հետ, Թուրքիային հսկայական մասը անցավ բնականաբար, եւ այս ամենը պատմում է նրա համար, որ հասկանաք, թե ինչ արեց Ռուսաստանը, որպեսզի հանկարծ մեր արևմտյան դաշնակիցները Հայաստանը չվերականգնեին եւ այդ վերականգնած Հայաստանը չմեծացնեին։ Հասկանում եք, չէ՞։ Նրանք մեզ տալիս են Վիլսոնյան պայմանագիր սևերյան սահմաններ, ռուսները մեզ տալիս են ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիր եղբայրության եւ այս խայտարակ սահմանները, այսինքն չսահմանները Հայաստանի մահվան մահիճն է, սա սահմաններ չեն, սա ռուսներն են արել։ Ահա որ մեծագույն դաշնության եւ արնեղությամբ ու այս ամենը ամրապնդվեց 2 ապօրինի անարդարացի պայմանագրով։ Եթե Սևրը եւ նրանից բխող Վիլսոնյան իրավարար վճիռը չէ, որը ստորագրեց ԱՄՆ 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը նոյեմբերի 22-ին, սրանք Հայաստանին տալիս է եւ այդ երկրորդ իրավարար վճիռը մինչեւ այլ գործում է միջոցից։ Կարելի է գնալ եւ պահանջել Ամերիկայից, որ այդ վճռի համաձայն եւ այդ քարտեզով Հայաստանի սահմանները Թուրքիայի հետ վերականգնվեն։ Բարձր չէ։ Եթե նրանք այսպիսի բաներ էին տալիս մեր արևմտյան դաշնակիցներին, ապա ռուսները մեզ տվեցին 2 ապօրինի անարդարացի պայմանագիր։ Մեկը Մոսկվայի 1921 մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրն է, այս անպայման ուզում շեշտել, ռուս-թուրքական եղբայրության պայմանագիր։ Եվ դրանից բխած Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագիրը, որը փաստորեն Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր, ուղղակի ռուսները հասկանում էին, որ դա չի լինի, էլի, ասենք Հայաստանի հողերի հարցն լուծում, բայց ռուս-թուրքական պայմանագրով։ Դրա համար մի քիչ կապիկություն ավելի խորացնելով պահանջեցին իրենց ենթակա սովետական Հայաստանի ղեկավարներին, նաև սովետական Վրաստանի, սովետական Ադրբեջանի, որ գնան Թուրքիայի հետ սահմանների մասին պայմանագիր ստորագրել։ Դա եղավ Կարսի պայմանագիրը։ Էս է ամբողջը, որ երկուսն էլ ապօրինի անարդարացի, որ մարդկճանակը դնում ես մեկի գլխին ու ասում ես դե ստորագրի, այսպես վիճակի Հայաստանի համար եւ Վիեննայի կոնվենցիա կահաթուկ այնտեղ կետ կա, որ նման վիճակում ստորագրած պայմանագրերը իրավազոր չեն եւ կենթակա են վերանայման։ Ընդհանրապես չեղել պիտի հայտարարվեն։ Այո։ Տեսեք, այս ապօրինի, այս անարդարացի, այս բացահայտ բռնի ուղղով միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ Հայաստանի վզին փաթաթված պայմանագրերը Ռուսաստանն է արել։ Մոսկվայում է կնքվել, Անկարայում է չի կնքվել, հասկանում եք ով է արել։ Եվ հիմա այդ բանը Միջանցքը Էրդողանն է ուզում բացել դեպի Թուրան, բան, այսա ռուսների սարկասն է։ Ինչ Էրդողանը, ով է Էրդողանը։ Էրդողանին է սատկացնելուց, որ պրոամերիկյան թուրքական զինվորականություն ուզում էր դրան սատկացնել, էլի Պուտինը չփրկեց 2016 թվականին, կաղա մոռացել եք։ Էլեկտես քանի անգամ են Թուրքիայի փրկել։ 2021 թվերին հունական բանակը ռեալ շանսեր ուներ անկանան վերցնելու։ Ես սա ուզում շեշտել անպայման, այդ ռուսների համար թաքուն կամ բացահայտ քարոզողները թող լավին ունեն։ Թաքունը դա նիկոլականներն են, որոնք իբր թե պրոամերիկյան հակառուսականներ են, լավ իմացեք, դուք էլ եք ագենտներ, ձեր դեմ կդրվեն ձեր բոլոր արածների նկարագրուս են ամերիկյան կողմը մեզ այդ ամենը կտրամադրի եւ եվրոպական։ Նրանք շատ լավ գիտեն, դուք ինչ։ Իսկ այդ բացահայտ ագենտուղան, Քոչարյանը, Սերժա, չգիտեմ, Լևոնա, այսօր է Սամոբանման, դե եկեղեցուն են խառն ագենտուղ այլիսը։ Սրանք էլ այն կողմից Ռուսաստանի երես ուզում են լվալ, այդ արյունոտ երեսն ու արյունոտ ձեռքերը անհնար է լվալ, հասկանում եք, անհնար։ Այդ ռուսներն են այս ամեն ինչ, որ մինչև այսօր այս վիճակը ունենք, եւ չկա այսօր կառավարություն Հայաստանում հայկական իշխանություն, որը գնա ու Ամերիկայի հետ նստի այս հարցերը լուծի կամ Եվրոպացիների հետ, որտեղ արևելյան սահմանն էլ մեր սահմանված է անտանտի երկրների հետ, այսինքն կարելի է գնալ եւ այդ հարցերը եվրոպական երկրների, անտանտի երկրների հետ լուծել։ Արևմտյանն էլ դե արդեն նրանց իսկ հանձնարարությամբ ամերիկյան նախագահն է ժամանակին արել եւ
մեծ կնիքով էլ կնքել է ԱՄՆ-ի, որ բոլոր նախագահների համար պարտադիր է, արդեն անժամկետանց մի պայմանագիր կա, իրավարավճիռ կա, բայց Հայաստանից պահանջող կողմ չկա։ Սա է խնդիրը։ Եվ այս երկու պայմանագրերը Մոսկվայի ու Պարսի այսօր փոխարինում են Սևրի պայմանագրին, այս է Ռուսաստանի շնորհքը։ Որ այդ պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվել եւ Սևրինը, ինչպես նաեւ իսոնայի իրավարարչիռը պետք է դրվի սեղանի վրա եւ հայ ժողովուրդը այդ իսկապես միջազգային իրավունքին համապատասխանող արդարացի փաստաթղթերով կարող է իր պահանջները ներկայացնել Թուրքիային եւ Ադրբեջանին էլ։ Եվ հետ կստանա ամեն ինչ, որտեվ մեր քաղաքակիրթ ազգի կողմն է քաղաքակիրթ աշխարհը, ոչ թե վայրենիների, որոնք քաղաքակրթության թշնամիներն են եղել։ Հələ կարդացեք ամերիկյան դեսպան Մորգենթաուն ինչեր է գրել Թուրքիայի մասին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրա նման, չգիտեմ ինչ ասեմ, երևի հակաթուրքական ասեմ, թե ուղղակի օբյեկտիվ պատմական վերլուծություն եւ փաստեր չեք գտնի ուրիշ տեղ այդ ժամանակաշրջանի մասին։ Ինքը դեսպանը այդ ամեն ինչը տեսել է ներսից։ Եվ այդ ահավոր փաստերը, որ դնում է սարսափելի, այս այ ամերիկյան պետության ներկայացումը հայկական հարցի իսկական դա է։ Մի հատ կարդացեք, նայեք, ուսումնասիրեք ու պատկերացնեք։ Նրանք ուզում էին Թուրքիային ընդհանրապես դուրս քշեին Եվրոպայից եւ ընդհանրապես քարտեզից չնջել տեղը Հայաստան ստեղծել։ Հայաստանը Իսրայելից առաջ էին ամերիկացիք ու եվրոպացիք ստեղծել 1920 թվականին։ Իսրայելը միայն 1947-48 թվերին Սովետը խառնվեց, որտեղ որոշեց, որ կարող է սոցիալիստական մի նոր երկիր սարքել դրանից մերձավարություն, հետո իսրայելացի գլխին գանք չէ, Սովետի հետ գործ չունենք, արևմուտքի հետ ամեն ինչ արեցին եւ ճիշտ արեցին, բայց մինչեւ Իսրայելը 27-28 տարի առաջ Հայաստանը ստեղծել արևմտյան երկրները։ Մենք ճիշտ չպահեցինք մեզ, ճիշտ կարողացանք դրսևորել, թե այսօր Հայաստանը կլներ Իսրայել, ոչ թե Իսրայելը։ Հայաստանը երկրորդ Իսրայել չի, Իսրայելն է երկրորդ Հայաստան, բայց մենք այս մասին չենք իմանում։ Այս ամենը նրա համար, որ Ռուսաստանը որպեդարեց Սևրի պայմանագիրը։ Եվ այդ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը տվեց հայ ժողովրդի ձեռքը, ասում է սրանք են իրական։ Հասկանում եք, բզին փաթաթեց հայ ժողովրդի եւ փաստացի այսօր փոխարինում են այդ ապօրինի փաստաթղթերը փոխարինում են Սևրի պայմանագրին եւ Ուիլսոնի իրավարարչին։ Հայաստանն էլ գերիալ վիճակում մնաց մինչև 1991 թվականը, 21 թվականի ամռան կեսերին, երբ որ վերջին պատերազմող հայկական զորքը դուրս եկավ Արաքսիային ափը գնաց Պարսկաստան, կռիվը փաստորեն դադարեց Ռուսաստանի դեմ զինված դիմադրությունը, այդ օրվանից Հայաստանը գերի էր մինչև 1991 թվականը։ 91-ի սեպտեմբերին պաշտոնապես Հայաստանը անկախացավ, բայց ցավոք սրտի, քանի որ Ռուսաստանը ուներ 40,000 թե ինչքան ագենտ Հայաստանի տարածքում, պետք է ասեք միայն սովետական Հայաստանում, Ռուսաստանը փաստացի մեզ պահեց գերիալ վիճակում եւ այդ գերիալ վիճակը քանի գնաց վատացավ եւ մինչեւ հասավ այսօրվա վիճակին։ Այս սարսափելի վիճակը դրանից է գալիս։ 35 տարի շարունակ այն պահից է որ Ռուսաստանը, այսինքն խորհրդային ռուսական կայսրությունը Ամերիկայի հարվածների տակ ալուզվեց, ցանկի եկավ եւ ստիպված գերությունից ազատեց մի 10-14 հանրապետություն գոնե ազատեց։ Այդ օրվանից Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստան նորից գերեվարի։ Այդ Ամերիկայի շնորհիվ որ Հայաստան կա, այսօր հայկական դրոշ է ծածանում, հայկական դրամ կա, դրա համար Ամերիկան, որ ասեմ 1920 թվականին Իսրայելից առաջ 27 տարի առաջ Հայաստանը ստեղծել։ Դա ապացույցներից մեկը այն է, որ Երևանում գտնվում է մոլորակի վրա, երկիր մոլորակի վրա ամենամեծ ամերիկյան դեսպանությունը։ 4000-ից անձնակազմով եւ Սեմյոն Բաղդասարյանը ոնց էր բարկացած դրա համար։ Հիշում եք Մոսկվայից ինչ լուտանքներ էին թափում Ամերիկայի գլխին։ Այդ դեսպանությունը մի ժամ դուրս գա Հայաստան չի լինի, հասկանում եք հայեր ջան։ Իրենք փաստորեն օգնեցին, որ Հայաստան անկախ երկիր դառնա։ Եվ այսօր պահում են այդ անկախությունը։ Ինչ եք ուրեմն դուք այդ ինչեր եք խոսում եք Թրամփի կամուրջից, չգիտեմ ինչից եւ այլն։
Չի կարելի երախտամոռ լինել։ Նախ պետք է իմանալ սեփական պատմությունը, երկրորդն հասկանալուց հետո գոնե եկուզ ուշացնող երախտագետ լինել, երախտամոռ չի կարելի։ 132,000 հայ որքան փրկել թուրքական ձեռքերից արյունով, ամեն մեկի համար մի ոսկի տալով ամերիկացիները։ Եվ 132,000-ը հետագայում ընտանիքներ կազմելով մի 600-700,000 առնվազն հայ են դարձել։ Խորհրդային Հայաստանի բնակչության միջուկներ, մեծ մասներ։ Չի կարելի սովորել։ Ռուբեն Վարդանյան, որ հիմա Բաքվի բանտում ես, քո պապին ամերիկյան օպանություն են փրկել, իսկ հիմա դու Ռուսաստանին ես ծառայում։ Ծառայեցիր, շնորհակալություն ստացար ռուսներից։ Պուտինը քեզ գցեց իր մյուս վասալի։ Երևանում Նիկոլն է վասալը, Բաքվում էլ էս Ալիևը ինչ խաղեր են խաղում։ Նրա ձեռքը գցեց, չէ՞։ Գցեց։ Միլիարդները փոշիացան։ Հիմա նույնությամբ մյուս օլիգարխների հետ է վարվում Ռուսաստանի հայ օլիգարխների հետ։ Ծառայեք։ Շնորհակալություն կստանաք։ Հիշեցնեմ եւ ձեզ եւ բոլոր հայերին։ Առաջին հայը, որ ընտրեց ռուսական օրիենտացիան, այսինքն ռուսական քաղաքական կողմնորոշում ընտրեց, դա սյունեցի մելիքներից մեկի որդին էր, Իսրայել Օրին։ Իսրայել Օրին շատ հայտնի է։ Ռուսաստանին մեծ ծառայություն է մատուցել։ Եթե ուզում եք հետաքրքրեք, կարդացեք նրա կենսագրությունը եւ այն պատմության մեջ հայտնի մարդ է։ Արձանել ջերմուկում դրված։ Այն ջերմուկում, ուր հասել էր ադրբեջանական բանակը եւ ռուսները չկանգնեցրին այդ բանակին, որտեղ իրենք էին ուղարկել։ Ամերիկան կանգնեցրեց։ Բայց վերադառնանք Իսրայել Օրին։ Իսրայել Օրին 18-րդ դարում առաջին հայ մարդը, որ ռուսական օրիենտացիա ընտրեց, մեծ ծառայություն մատուցեց Ռուսաստանին եւ ինչ շնորհակալություն հայտնեց նրան Ռուսաստանը։ Իդեմս ամենամեծ ռուս ցարի Պետրոս առաջին Ռոմանովի Պյոտր Պիեռի Ռոմանով Աստրախանում թունավորեցին, սպանեցին Իսրայելովին Պետրոս ցարի հրամանով։ 315 տարվա դաս։ Այս դեպքը 315 տարի առաջ է տեղի ունեցել։ Վերջապես մենք մեր պատմության դասերը պիտի սովորենք, թե չէ։ Նայեք, մեր վզին փաթաթել են երկու ուրիշ պայմանագիր, Մոսկվայի եւ Կարսի։ Հայաստանը եւ նույնիսկ Սփյուռքը չեն կարողանում սրանց հարցը բարձրացնել։ Կամ խեղճ ուղղորդել են, կամ էլ ռուսական ագենտները չեն թույլ տալիս, այնքան շատ են նաեւ այնտեղ։ Բայց պիտի հիշեցնեմ նորից եւ նորից ընդգծեմ ու շեշտեմ։ Ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, մեր մասով։ Այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ, օրինակ Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Հորդանանը, խոսքով այդ արաբական երկրներ, որ կան, դրա շնորհիվ գոյություն ունեն, Թուրքիայի բաժանման, նրա ոչնչացման արդյունքում ստեղծվեցին սրանք։ Ասենք Հեջազը, Նեջդը, որ հիմա Սաուդյան Արաբիան դարձել միասին։ Միայն Հայաստանի մասով չիրականացավ եւ քրդերի Հայաստանի մասով որ չիրականացավ քրդերի մասով դժվար է իրականանալ։ Բայց հարցը այն է, որ այդ պայմանագիրը եւ նրանից բխող հատկապես Վիլսոնյանի եւ Արևոճիրը լրիվ ուժի մեջ են, գործում են, Թուրքիան ստորագրել է եւ դա ուժի մեջ է մտել հենց նոյեմբերի 22 1920 թվականին Վիլսոնի կողմից ստորագրման պահի մեջ։ Պահից իր Արևոճիրը գործում է։ Հիմա ասածս ինչ է։ Եթե այդ պատմական փաստաթղթերը, որոնք խորհրդանշում հաջորդի անկախության պայքարն ու պատմական հայրենիքի ազատագրման իրավական ու արդարացի պահանջը, կիրառվեն, ուժի մեջ, ոչ թե ուժի մեջ, այլ գործադրվեն, կեսագործվեն, ու Հայաստանը վերջնականապես ազատագրվի։ Եվ միասնական Հայաստան կարող է ստեղծվել, վերջապես։ Բայց դրա համար
Այդ ամենը իրականացան։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը վերջնականապես ազատագրվի հաջորդի թիվ 1 թշնամին հանդիսացող երկրից, որի անունն է Ռուսաստան։ Որովհետև հենց Ռուսաստանն է այս ամենը ստեղծել, այս սրիկայությունները արել եւ այս ամբողջ իրավիճակը ստեղծել հաջորդի դեմ։ Ռուսաստանն է, որ 35 տարի շարունակ Հայաստանում չի թողում դնել իսկական ազգային հայկական կառավարություն։ Իսկ առանց ազգային հայկական ինքնուրույն, իսկապես անկախ, իսկապես ազգային, իսկապես հայկական իշխանության հայ ժողովուրդը չի կարող այս հարցերը բարձրացնել։ Ռուսաստանը դա գիտի, դրա համար չի թողում։ Եթե առաջ բացահայտ պրոռուսականներ էր դնում, որոնք իրենց ձևացնում էին երբեմն նաև արևմտամետ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, դե Քոչարյանը պարզ պրոռուսական է, մարդ հայերեն խոսակ չգիտեր։ Մտածողությունը ոտքից գլուխ ռուսել եւ ռուսել մնացել է։ Սերժի ժամանակ, հիմա լես Նիկոլովը պրոռուսական, պրոամերիկյան է խաղում, պրոհայկական է ինքը, չգիտեմ ինչա, բայց դա անունը գոնե Նիկոլ Բողոևիչ մի հատ նայի։ Ստալինի գրքերը գրկած ես գտնում։ Գիտենք, որ եթե դու լինեիր իսկապես պրոարևմտյան, այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է կացկել, բայց դու ՇՀԿ ես ստանում Հայաստանը, Շամայյան կազմակերպություն, Չինաստան է ստանում։ Ավելի խոր ասում ես ճարճի մեջ մեզ։ Ինչի Եվրոպայում չստորագրեցի այդ փաստաթղթը։ Որ գազ Պուտինի հետ 23 րոպե այդպես չլսված բան է այդ 23 րոպե խաղ էր խաղում հերոստատեսյան, որ քեզ փաստորեն այ ժողովրդի աշկում ինքը բարձրացեց դարձեց այս ինչ մի հատ հերոս, ոչ դավաճան, ոչ ագենտ Նիկոլ, որը պետք է դառնա վարչապետ։ Քեզ դաբրո տվեց ուղարկեց Երևան, ով չի հասկանում։ Դու Ռուսաստանի լավագույն ագենտն ես Նիկոլ։ 21-րդ դարի լավագույն գործական ես, բայց վերևն Աստված կա։ Դու էլ ես լավ հասկանում, որ առաջադրանքդ մինչև վերջ կատարից ողջ չես մնալու։ Դրա համար չես կատարի։ Եվ մենք ենք քեզ վաղուց ասել դա 2018 թվին եմ ասել։ Ռուսները քեզ կարող է սպանեն, ավելի ճիշտ սատկացնեն։ Բացի 2018 թվականի YouTube-ները նայի։ Եվ հիմա էլ կրկնում ենք, եւ ամերիկացիք են քեզ ասում, եւ եվրոպացիք տարբեր ձևերով բացատրում են քեզ, ու դու էլ ես հասկանում, այնքան էլ անխելք չես, որ չհասկանաս։ Զադանին կատարեցիր, վերջը կտար։ Դրա համար դու ես այսօր իշխանության գլուխ, ոչ թե ասենք մաքրամաքուր այնպիսի ազգային մարդ, որ 38 տարի ռուսական կայսրության դեմ պայքարել է հայոց անկախության համար, ասենք Գագիկ Սարուխանյանը, այս նույն դրոշի մյուս գրողը, որը մեր մյուս համանախագահն է Երևանում, որին չեք էլ թողնի մտնի հանկարծ վարչապետի տեխնացների ցուցակի մեջ, հետո նա էլ Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություններ ներկայացնում։ Մարդ, որ իսկապես բոլոր ազատագրական պատերազմների մասնակցել է հայ ժողովրդի համար եւ գլխավոր ազատագրական պատերազմին Ռուսաստանի դեմ, որը մեր կռիվը իրական Ադրբեջանի դեմ չի։ Ադրբեջանին այդ հողերով տվեց Ռուսաստանը, չէ, որ իրանք չվերցրին։ Այս վերջում էլ որ Արցախը վերցին, էլի Ռուսաստանը տվեց, չէ։ Կարող է ամերիկյան բրիգադեր կանգնած Ստեփանակերտում, թե ռուսական է, լավ հիշեք։ Ֆրանսիական բրիգադեր կանգնած, թե հունական, թե գերմանական, թե անգլիական, թե ճապոնական, չէ, ռուսական բրիգադեր կանգնած։ Եվ ռուսները իրենք զինաթափեցին հայ ժողովրդին, իրենք գաղտնիքները տվեցին թուրքերին, իրենք հայ ժողովրդին դուրս քշեցին փաստացի, միշտ էլ այդպես է եղել։ Այսօր ասում Սևրի պայմանագրի մասին, դրա տորպեդումը այն ժամանակ դեռ 1920 թվականին ռուսներն են արել, հիմա էլ են անում։ Սարսափում են, որ հայկական իշխանություն գա։ Դե պատկերացրի Գագիկ Սարուխանյանը եւ վարչապետ ոչ թե ողորմելի Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյան։ Ինչ կանի հայ ժողովրդի համար Սարուխանյանի պես անձը։ Այս ոչրագոց Ռուսաստանը ազգային մարդկանց չթողելու հայոց գային, ինքը իրեն է պաշտպանում։ Պաշտպանում է իրեն եւ իր ոչրագործ եղբայր Թուրքիային։ Դրա համար է Հայաստանի թիվ 1 թշնամին է։ Բայց գալու է որ Աստված կա վերևում։ Լավ հիշեք, վերևում Աստված կա։ Եվ հայ ժողովրդին չի թողնի։ Եթե հայ ժողովուրդը չթողնի Աստծուն, Աստված չի թողել եւ չի թողել հայ ժողովրդին։
Այսօր Ամերիկայի ձեռքով կլինի, Եվրոպայի ձեռքով կլինի, չգիտեմ Ուկրաինայի ձեռքով կլինի, չգիտեմ չեչեների ձեռքով, չերքեզների, ավարների, լեզգիների, բուրյատների, չգիտեմ բաշկիրների, թե թաթարների, միևնույն է, Ռուսաստանի հարցը լուծել են։ Այդ անաստված հակաքրիստոնեական երկիրը վերանալու է։ Մի երկիր, որտեղ բոլշևիզմի ղեկավարի լեշը մինչև հիմա պաշտում են եւ դրված է Մոսկվայի կենտրոնում։ Ու դրա մավզոլեի վրայից են ռուսական զորահանդեսները ընդունում։ Ռուսական ղեկավարի ինչ երկիր է, դա ինչ քրիստոնեություն է։ Եկեղեցիներ պայթացնողի լեշը դրել են Մոսկվայի կենտրոնում։ Դրա հետևում կանգնած է մյուս լեշապաշտ երկիրը, էլի հակաքրիստոնեական, հակաաստվածային, Մաո Ցեդունի դամբարանը Պեկինում, Չինաստան, էլի կոմունիստական, ֆաշիստական երկիր, կոմունիզմը, ֆաշիզմը նույն բանն է։ Այն մյուս ծեր դաշնակիցը ռուսներ ու չինացիք, հյուսիսային Կորեան, էլի տես մի այլանդակություն էլ ընդեղ կա, Կիմ Իր Սենի դամբարանով, բանով, չէ, տես սերնդեսերունդ իշխում են կոմունիստա-ֆեոդալական հյուսիսային Կորեան։ Այն մյուս ձեր դաշնակիցերի դամբարանապաշտ, լեշապաշտ, Անկարայում Քեմալ Աթաթուրքի լեշն է դրված դամբարանի մեջ։ Բանում էլ Ստամբուլում էլ 44 թվականին Հիտլերին խնդրեցին, ուրքերը վերեցին Բեռլինում են, որ սատկացրել էր Թեհլերյանը, Թալյատ Փաշայի գերեզմանը դրեցին, դրանց գերեզմանն է պաշտում, ու Էնվերի հոգին Էրդողանը պաշտում է։ Սրանք ոչ իսլամի հետ կապ ունեն, այս երկրների, ոչ քրիստոնեության, ոչ բուդդայականության, սրանք անաստված, հակաաստվածային երկրներ են։ Եվ տեսեք ինչ դաշինք է տեսա, այաթոլլայական մոլլաները պանթուրանական, նեո-օսմանական զառացանքներով տառապող Թուրքիան, իր Ադրբեջան կրտսեր եղբոր հետ, KGB-ական Ռուսաստանը, որի փոխգնդապետ Ցարիկը, ինչի հիմա կրծքի վրա պահում է կոմունիստական կուսակցության բիլետը եւ համարում, որ սովետական միության փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր։ Եվ այն մյուս դիկտատորը են, Սի Ցզինպինը, որ ստրկացրել է Չին ժողովրդին, բայց դրա վերջին կգա։ Այդ երեխաները թռվռում էին, Թրամփին էին դիմավորում, ծիծաղում էր Թրամփը, Ամերիկայի նախագահին դիմավորում էին, թռվռալով, գոռալով, ամերիկյան չինական դրոշները ծածանելով, վերջը ինչ ասացինք բանին, այն փոխադարձ կենացները, որ խմում էին ընդունելությունների մեծ շաշկերութի ժամանակ, ասեց, հա, լավ երեխաներին ուրախ ցույց տվեցիք ինձ։ Ինքը չգիտի, որ դրանց պարապացրել են, մի բատալյոն երեխա են բերել ու թռվռացրել են ու սովորացրել են, ինչ երջանիկ մանկություն եք ցույց տալիս։ Հետո դրանց որպես թնդանոթի մի սուղարկում եք ստեղ ընդեղ, օրինակ Ուկրաինա, կամ չգիտեմ ուր, կամ պատրաստ եք Թայվանի դեմ ուղարկել, կամ չգիտեմ մերձավորել, ստրկատիրական երկրների վերջը գալու է։ Հայաստանը այդ բանտից պիտի դուրս գա, ժողովրդների բանտից, որը կոչվում է Ռուսաստան, իսկ այժմ կարելի է անվանել Ռուսա, Չինա, Թուրքիա, Իսլամստան։ Ֆաշիստական այդ երկրների բանտից պետք է Հայաստանը դուրս բերվի։ Էլի եմ ասում, եթե օրինակ Գագիկ Սարուխանյանի պես մի քանի հայ ազգի լավ ունենք մարդիկ դեռ ողջ են, եւ չի չորացել հայ ազգի արգանդը, մենք կծնենք նորմալ մարդիկ, ղեկավարներ, քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտական, մշակութային, որոնք Հայաստանը կբարձրացնեն եւ իր տեղը բարձր է, Հայաստանի տեղը միշտ եղել եւ կմնա։ Կլինի այդ օրը, ինչքան էլ փորձեն ոտնահարել ու տորպեդահարել այդ թվում Սևրի պայմանագիրը, որ մեր մեծ շանսն էր վերակերտելու ազատ անկախ միացյալ Հայաստանը, այսինքն մեծ հայքը գալու է, այս դրոշը, որ հետևումս է մեծ հայքի դրոշը, իրականում մեր բոլորի սրտի մեջ է, ով էլ չի զգում, կգա ժամանակը կզգա դա, ինչքան շուտ զգաք այնքան լավ։ Մենք եղել ենք համաշխարհային քաղաքակրթության ակունքներում հայերս, իրավունք չունենք այսօր լինել ոտնահարված ու խեղճ ազգորին օգտագործում են։
Մենք քաղաքակրթության ստեղծողներն ենք, հակաքաղաքակրթության մեջ լինելու իրավունք չունենք։ Հայր, այսքանը, այսօր այսքանը, եղիցի ազատ անկախ և միացյալ Հայաստանը, եղիցի մեծ հայքը, հիշեք, վաղը գալու է այն Հայաստանը, որ մենք երազում ենք, այսօր մենք մեր բոլորս մեր հոգու մեջ և մեր մտքի մեջ պիտի կառուցենք այն Հայաստանը, որ վաղը ուզում ենք ունենալ։ Մենք այդ մեծ Հայաստանի ժառանգներն ենք և պարտավորություն ենք վերականգնելու և թողնելու մեր հաջորդ սերունդներին։ Մեծ քաղաքակրթության, մեծ ազգի զավակներ ենք, մի թույլ տվեք, որ օտարները տիրեն ձեր մտքին, ձեր հոգուն, ձեր երկրին, հայեր, մի թույլ տվեք։ Սրբազան հողը, որը կոչվում է Հայաստան, Արարիչն Աստված տվել է մեզ, մեր նախնյաց, և պարտավոր ենք այն պահել ու փոխանցել մեր սերունդներին։ Հայաստանը միշտ լինելու է, միշտ լինելու է։ Մեծ հայքը կլինի անմահ և աննվաճ, քանի դեռ կան հայեր, որոնք իրենց հոգում և մտքում պահում են այդ մեծ հայքը։ Հիշեք սա։ Աստված մեր հետ է և օրհնյալ է մեր ուղին։ Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Եղիցի ազատ և անկախ Հայաստանը։ Տեր կեցողս հայս։